Տղաները հերթով այսպես պատկազմած են հեռանում տարածքից։ Այստեղ սիգնալզորով պաշտպանված են գալիս, այստեղ նշենք, որ այս սիգնալզորը վեհարանի մուտքի մոտ նաև լրագրողներին հրեց, որոշներին հրերով փորձեցին նաև հեռացնել տարածքից վայր գցելով, ոստիկանությունը խոստացավ, որ ուսումնասիրելու է կադրերը։ Անշավար սրբազանազերից չունեք ունից եք պաշտպանվում։ Ահա այսպես պաշտպանված պատերի ներքո են սրբազանները լուր հեռանում։ Շարժումներ, ինչու եք փախուստի դիմում։ Եկեղեցին եք թիկնապատել։ Այս պատկազմած տղամարդկանց վարձել եք որպես թիկնազոտ։ Ձեր ասածը չլսվեց։ Все, կարանցիքի հանգից կայրենք, հերիք հագազեն, ժողովուրդ, են Դեղապարի բանասու ժողովրդից փախնում, արա։ Ախտոն բլոկ, Հարգելի հետևորդներ, անգամ մեքենան են այստեղ շրջափակում։ Եթե ծառայություն է ապահովում, որը որ տեսակ գործառայություն է ապահովում, բնականաբար անխոչնդոտ մտել է։ Հիմա եթե հետագայում տեղի ունեցածի հետ կապված կիմանանք։ Բանվազարյան, բայց նաև հարգելի լրագրողներ, ես խնդրում եմ միակողմանի ամեն ինչին չներեք։ Դրա համար մենք փորձում ենք նաև ձեզնից մեկնաբանություն ստանալ։ Երբեմն նաև մեր լրագրողները լրագրողական գործունեությունը իրականացնում են, նաև խոչընդոտում են, որովհետեւ գործողությունների դրանով երբեմն կարող է նաև տհաճ իրավիճակներ լինել։ Ովքեր էին այս մարդիկ, որ խոչընդոտում էին, ոչ համազգեստում էին, ոչ ներկայանում էին, միայն հրում էին բոլորը։ Ովքեր էին։ Ես այսքան տարի նման բանի ականատես չեմ եղել, ես երկար տարի ամեն անգամ մի որևիցե միջադեպի հետ կապված ասում եք ես չեմ տեսել։ Չեք տեսել հիմա կիմանաք։ Վարչապետի այցի ժամանակ եմ չեք տեսել հայտնվել
Անցած տարի Գիրանցում։ Ես հիմա չեմ կարող Բան չեմ հիշում։ հարգելի լրագրողներ, չեմ կարող գնահատական տալ։ Ես չեմ կարող գնահատական տալ։ Իհարկե լսեցի նաև մի շարք լրագրողների դժգոհությունների այդ մասով, կհասկանանք համապատասխան ձևով կարձագանք։ Պարոն Ղազարյան, այստեղ մեծաթիվ ոստիկանական ուժերի տեսանք, ուժեղացված ծառայություն եք իրականացնում։ Դուք չգիտեք, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք։ Ես ձեր հարցին պատասխանեցի, հիմա նորից պետք չի տարբեր ռակուրսներով հարցը կրկնել։ Այստեղ միայն ՆԳՆ-ն է ծառայություն իրականացնում, թե այլ ուժային կար։ Քանի որ դա ըստ էության բաժանվում է խմբերի, ամեն մեկի իր պարտականությունը եւ իր տարածքը իմանն է։ Ես հիմա չեմ կարող ցես բարձրաձայնել, որովհետեւ բնականաբար ցանկացած միջոցառման ժամանակ լինում են ստորաբաժանումներ, ովքեր իրականացնում են ծառայություն ոստիկանության հետ համատեղ։ Դուք կարող եք ասել ինչու նրանք եկան Մայրաթորի բակ, այսպես շրջապատված մնացին, նորից հետ գնացին։ Շրջան շրջապատված ո՞րն է, բոլորն էլ հիմա մեր ժողովրդի մի հատվածն էլ ներկապահին ոստիկանները ծառայություն են իրականացնում եւ ինչ որ չափով կարելի ասել եթե շրջապատված բառ օգտագործենք, միգուցե համարենք շրջապատված, բայց դրանք ամեն ինչը անվտանգության Դուք գիտեք, որ հիմա ներկա պահին Մայրաթորի տարածքում են գտնվում ժողովրդի ներկայացուցիչներ, տարբեր կոչերով եկել են Մայրաթոր եւ չի բացառվում լինի մտքերի բախում եւ այդ ընթացքում լինեն հակաիրավական գործողություններ։ Դրա համար պատշաճ ձևով ապահովում է։ Հնարավոր չէ, այսպես ոստիկաններ ապահովեին այդ ամենը, ինչն է։ Գիտեք ինչ, Բռնության պատճառով։ ես նորից եմ կրկնում, չեմ ուզում ձեր կարծիքը կիսել, միգուցե դուք ճիշտ եք ասում, օբյեկտիվ եք ասում։ Բերեք այդ հարցին այլևս ես միջև ինքս չտեսնեմ, չեմ կարող գնահատական տալ։ Ձեզ հետ եք համեմատում, բայց ի տարբերություն նրանց դուք համազգեստ եք գրում։ Ես համազգեստի մասին չեմ ասում։ Հարգելի լրագրողներ, վերջի հարցն լինեմ ձեր պատասխանում։ Մի շարք միջոցառումների ժամանակ լինում են ծառայողներ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են իրենց ծառայությունը իրականացնել քաղաքացիական։ Ինչու՞։ Այս դեպքում ինչ վտանգ էր ներկայացնում, երբ որ ոստիկանները չէին ուղեկցում։ Դուք հիմա ասացի վերջի հարցը պատասխանեցի, այլևս ոչ մի հարցի չեմ պատասխանում, ձեզ շատ հարգում եմ, ձեզ ցանկանում եմ լրագրողական կատարելագործում, առաջընթաց, մշտապես նաև ազնիվ արդար լուսաբանում։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ։